Պարոն Հացպանյան, ուզում եմ մի փոքր քննարկենք Սփյուռքի նախարարության կողմից տարիներ շարունակ իրականացվող Արի տուն հայրենադարձության ծրագիրը, օրերս էլ միջադեպ է տեղի ունեցել ծրագրի շրջանակներում, մասնավորապես ուկրաինահայ համայնքի երիտասարդների եւ ստամբուլահայ համայնքի երիտասարդների միջև կենցաղային հողի վրա վիճաբանություն է ծագել երիտասարդների միջև, որի պատճառով ստամբուլահայ համայնքի ներկայացուցիչները երիտասարդները, ովքեր մասնակցում էին ծրագրին, թողել եւ հեռացել են եւ նաեւ նրանք հայտարարում են, որ իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել, այսինքն իրենք այսպես տարանջատված մոտեցում են նկատել իրենց նկատմամբ։ Այս միջադեպը ինչի արդյունք կարող է լինել, որ լավ կազմակերպված չի ծրագիրը կամ իրականում հնարավոր է, որ այս կամ այն համայնքի երիտասարդների նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերվի։ Ճիշտ կլինի այս Արի տուն գոչված խեղգադագությունը վերացնել ընդհանրապես։ Հա, դա ոչ հայանպաստ եւ ոչ հայրենանպաստ ծրագիր է։ Ես բազմիցս այս արդիվ հարցազրույցներ եմ արել եւ քրել եմ այդ մասին, ինչու։ Արդակախտի խթանող ծրագիր է։ Պատկերացնում եք, աշխարհի X տեղից մի հայորդի աղջիկ կամ տղա հայտնվում է մի հայ ընտանիքի տանը։ Հա, Աբովյան քաղաք, Տավուշ, Երևան, որտեղ է, կարևոր չի։ Եվ այդ ընտանիքը, որ ընդհանրապես Սփյուռքի հետ որևէ առնչություն չունի, այսինքն դեղացի հայաստանափնակ հայաստանցի այստեղ ծնված մեծացած ընտանիքը, դա գտնում է իր համար առաջիկա ժամանակահատվածի վիզա ձեռք բերելու, այլ երկիր արտաքաղթելու միջոց։ Ու ես շատ կուզենայի Սփյուռքի նախարարությունը, որ կարծեմ 9 տարեկան է, եկող տարի 10 տարեկան պիտի դառնա, հրաբարագեր բոլոր այդ ցուցակը մարդկանց, ընտանիքների, քանի ընտանիք, քանի սփյուռքահայ երեխային իր տունը բահել է, չէ՞, Արի տուն ծրագրով, եւ այդ մարդիկ Հայաստանում են։ Այդ մարդկանց անդամները, գինը, ամուսինը, աղջիկը, դղան։ Ես ճանաչում եմ ամենակիչը 10-ից ավելի ընտանիք, որոնց ես եմ խնդրել դրսից եկած, այսպես ասած, այդ երեխաներին իրենց տունները դաղորեն, ինչ լավ է ձեր երեխաները, դրանց երեխաների հետ կմերվեն, համահայկական է, չէ՞։ Ինչքան ճիշտ է, չէ՞, մթնոլորտ եւ այլն, ու այդ ընտանիքները չկան Հայաստան։ Մեկը Ֆրանսիա գնաց, մյուսը Իտալիա գնաց, մեկը Գերմանիա գնաց, մեկը Անգլիա, այսպես շարունակ Ամերիկա։ Այսինքն Հայաստանում որ ժողովրդական լեզվով ասում են կորց կպցնել, կարծեք թե դժբախտաբար կորց կպցնելու արիթ է։ Հիմա ներքախտ թե արտաքախտ այս հարցն է գալիս, չէ՞, Արի տուն կանչում ես, մեկուն Արի տուն, ու այդ մարդը այստեղ իբր հայրենիք պիտի ճանաչի, սիրի հողի վրա, չէ, շփվի դեղի ժողովրդի հետ, հասկանա դրա դարդուցավը եւ այլն, չէ՞, ասեն անմիջական շփումը է շատ կարևոր, որը պետք է ըստ երևույթին կամ պետք է նման նպատակ դնել, դա ներքախտին խթանող ծրագիր լինի, չէ՞, որ եկող երեխան գնա մամային մոմեն ասի, վայ իմ հայրենիք, ջուրը, հողը, օդը, մարտիկ, չէ՞, ծիրանը, շատ են սիրում ծիրանը անընդհատ։ Հա, միան ծիրանի համար մարդ իրոք կարդակախտի, այսինքն գուկա Հայաստանել ներքախտ, որ այդտեղ խոդի նման է իրենց կերած բաները։ Հիմա ես չեմ ճանաչում մարդիկ, որ եկել են ներքախտի, այսինքն վերածված Արի տուն ծրագրի մարդ, չէ՞։ Հիմա մենք ինչ ենք անում Արի տունով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, հա, այդպիսի ծախսեր մեր հարգադուներից հաշվին մարդիկ գալիս են այստեղ, հանգստանում են եւ այստեղից ընտանիքներում մանրից արտակապին ենք նվաստում։ Սրանից խայդարակ բան չի կարող լինի։ Ճիշտ է։ Հայաստանը արդեն 26 տարեկան Հայաստանի Հանրապետությունը մոտ 1.5 միլիոնի չափ հայորդի Հայաստանի քաղաքացի լքել է ընդմիշտ արտակախտ, չէ՞։ Հիմա ես քանի անգամ եմ ասում, որ Սփյուռքի նախարարությունը ինքն իր դեղում չի, տեղ 80 քանի պաշտոնյա է աշխատում, չինովնիկ բոլորը, մեծ մասը գրգին եմ ասում բորդապույց, չգիտի Սփյուռքը ինչ է, ընդհանրապես չգիտի։ Չի հասկանա Սփյուռքահայ հոգեբանությունը, չգիտի այդ մարդկանց իրոք ձևավորման պատմությունը, երևի խնամի, ծանոթ, բարեկամի գարկավիճակով խցկվել են այդտեղ, այդ ամբողջ եկա նախարարությունում մեկ հատ Սփյուռքահայ կա, մեկ հատ, մի հատ աղջիկ է Սուրիայից, հա, Խամիշլից, ուրիշ չի կա։ Շշմելու բան։ Հիմա Թուրքիայի հայերը հոգեբանությունը գիտի, Սփյուռքի նախարարությունը մի հատ մարդ։ Գիտի, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հայը, աղջիկ թե դղա, մայրը հայրը բոլորը ձևավորված, առավոտից գիշեր 24 ժամ թուրքական բռնաժնշման տակ, այսպես անընդհատ նսեմացված, հբադեգեցված, գյավուր, հա, քրիստոնյա, հայ, շուն,
եւ այլն, այսպես ասած բիդագավորման դակ են ապրում 24 ժամ անընդհատ այդ կրագե շաբիկը հակած։ Հիմա պատկերացնում եք այդ երեխան այդտեղ հայ լինելու պատճառով ջնշվում է Թուրքիա իր ծնված մեծացած հողում, որ իրականում հայկական է, Հայաստան է, մեր հողերն են, առաջին անգամ գալիս է իր երկիր հայրենիք Հայաստան, այստեղ Երևան, Ծաղկացոր, կարևոր չէ որտեղ, հա, Սևան։ Ու այստեղ մեկը իրեն թուրք ասի։ Շշմած ենք, ինչպես ես հայ 24 ժամ հետո հայ եմ ասելով ինձ մտրագում են, գալիս եմ իմ երկիր ինձ թուրք են ասում։ Այդ կենցաղային գոչված բանը, որ քիչ առաջ նկարագրեցի Ուկրաինայից եկած հայորդիների եւ այսպես ասած Թուրքիայի քաղաքացիական ցածող երիտասարդների միջև այդ բանավեճը 100%-ով այս թուրք անվանման հետ է կապված։ Ես շատ դժուր հիշողություններ ունեմ այս արդիվ, ուզում եմ ասել, նախքան Սփյուռքի նախարարության, հա, իհայտ կալը ընդհանրապես մեր կենցաղում համահայկական խաղեր կա, գիտեք, սպորտիվ, Առաջ 4 տարի մեկ էին անում, հետո փորձեցին 2 տարի մեկ, ինչ եղավ։ Մի հատ տարօրինակ պատմություն եւ ամենախոշոր խումբը, որ գալիս էր մասնակցելու համահայկական խաղերին, բոլորը Թուրքիայի Հանրապետության քաղաքացիական ցածող մեր հայրենագիցներն էին, որոնց կրետի գեսին ես ճանաչում եմ շատ մոտիկից։ Այդ մարդկանց հետ չեք պատկերացնի ինչեր է կատարվել յուրաքանչյուր այդ խաղային մրցումներում, բասկետբոլի թիմ, վոլեյբոլի թիմ, ֆուտբոլի թիմ, ես ինքս ագանադես եմ եղել ֆուտբոլի թիմում Արգենտինայից եկած մեր հայրենագիցների, հա, երեխաների ֆուտբոլային թիմը Իստանբուլից եկած երեխաների հետ խաղի ժամանակ Արգենտինա հայ տղան, որ 4-րդ սերունդի ներկայացուցիչն է, Սփյուռքում ծնված մեծացած, Իստանբուլից եկած մի հայ տղային, հա, որի անունը գիտեմ, ընտանիքին եմ ճանաչում, թուրք անվանեց։ Ու արենահայություն եղավ Նայրի ֆուտբոլի թաշտում դեղ ունեցավ այս բանը, ես ինքս եմ մասնակցել այդ գրիվին, բաժանարար, իմ հետ էր Հրանտինքի երկու եղբայրները այդտեղ ու բոլորը ինչ կան Թուրքիայից եկած մարդկա, բոլորը լքեցին ամբողջ այդ ֆուտբոլի թաշտը, նսեմացած վիրավորված լինելով, որովհետև թուրք չես կարող ասել Թուրքիայի հային։ Հասկանում եք, ամենամեծ վիրավորանքն է, որ ասում են։ Եվ քանի որ շատ դժբախտաբար համայնքը հին ժամանակվա նման հայախոս չի, թրքախոս է, որովհետև այդ մարդիկ խավարից են եկել, հա, Արևմտյան Հայաստան, Գիլիգիա եւ այլն, ճիշտ է, հատվածաբար հայկական դպրոցներ են գնում, բայց հայերենը միայն հայկական դպրոցում են մնում, հեռուստացույց թուրքերեն, ռադիոն թուրքերեն, թերթը թուրքերեն, առօրյա ամբողջ կենցաղային հարցերը թուրքերեն, չէ՞։ Ուրեմն թրքախոս են դարձել, մեծամասնությունը կարող եմ ասել, դա ցավ է, բայց ռեալ իրավիճակն է, բայց մարդուն թեգուզ է թրքախոս մարդուն, որ իր ամբողջ ուղնուզով յուրաքանչյուր փչիչով հայը ավելին քան աշխարհի ցանկացած գեդում գտնվող հայկական համայնքի ներկայացուցիչ, ես դա կարող եմ ցանկացած մարդուն փաստել, որ Թուրքիա ամենախորը սարի գլխին ծնված մարդը ուզում է քրդերեն խոսի, ուզում է թուրքերեն խոսի, ուզում է այլ լեզվով խոսի, ավելի հայ է, քան ցանկացած հայ, որ դուք պատկերացնում եք, որտեղից որ նա գալիս է, իր սիրտն է հայ, հասկանում եք, արյունումը իր սիրտը, ինքը իր հողի վրա է ապրում, հա, իրեն նսեմացնում են այդտեղ միան հայ լինելով, ինքը չի լքում, չի գնում այդտեղ, կարող է, չէ, հանկից թողնի գնա արդակախտի, մնում է, մենք ուրեմն Սփյուռքի նախարարությունը, եթե իր դեղում լիներ, ամենամեծ քուրքուրանքը, ամենամեծ ուշադրությունը, հա, ամենաշատ զգուշ, ասենց, հա, զգոն վերաբերվում կցուցաբերեր հենց այդ տեղից եկած մեր հայրենագիցներում, որովհետև միակ համայնքն է, որ Փնորանից է գալիս, հասկանում եք, Արգենտինա չի, Լիբանան չի, Հնդկաստան չի, Ուկրաինա չի։ Հիմա Ուկրաինայից եկած հայորդիների մասին, այսին Հայաստանից գնացած գլնեն, ես վստահ եմ մեծ մասը կամ նրանց երեխաներն են, որովհետև սովետական միության ժամանակվա բանը, այդ համայնքները, չէ, Հայաստանից են ձևավորվել կամ Արցախ աշխարհից մեր, չէ, մեծ մասը, հո չէ, չի եկել Ֆինլանդիայից, Ուկրաինա մարդը հաստատվել կամ Ֆրանսիայից, չէ։ Այսինքն Հայաստանի հետ կապ ունեցող մարդիկ են։ Ուրեմն պատկերացրեք Ուկրաինայի մեր այդ բադանի դարիքի երեխաների հոգեբանությունը, այ մարդը միայն քանի որ Թուրքիայից է եկել, դրան թուրք անվանես, նսեմացնես, բան, սա անպատկերացնելի է, այսինքն իմ համար։ Ես շատ ճիշտ եմ քննադում այդ ինչ որ արել է, այսպես ասած բոլիսից ժամանած մեր համայնքի ներկայացուցիչները որ լքել են։ Դա շատ ճիշտ բան է, այսինքն գեցվածք են դրսևորել, ասեն ստոպ։ Եթե մեր հայրենիքում ալ մենք տեղ չունենք, բա մենք ուր գնանք այլ, հասկանում եք։ Հայամարտուկ պատկերացնում եք, ես յուրաքանչյուր անգամ երբ այստեղից իմ հայրենակցին ջամփու եմ տնում Զվարթնոց օտանավակայան նկատ ունեմ, թեպի Իստանբուլ, Երևան, Իստանբուլ, որ տեսնեք ոնց են լացում դրանք։ Հոնկուր, այսպես, հա, փաթաթվում եք ես
որովհետև ինքը իր հայրենիքից է գնում։ Գրգին գիտի, որ մյուս օր առավոտ մեկ իրեն շուն բիդասի, թուրք բիդասի, չգիտեմ ինչ, հասկանում եք դուք։ Ինչքան բան են իրենց հոգեբանություն էլի, այս հոգեբանությունից դեղյակ մարդ կա, պարոն Ֆիրդուս Զաքարյանն էս հետ կամ մոդիկից եմ ճանաչում։ Շատ մոդիկից եմ ճանաչում ու իրեն ես հարկում եմ, իբրև մարդու, հա, իրոք, իբրև հայորդի ես Ֆիրդուս Զաքարյանը, Ֆիրդուս Զաքարյանը ուր, Բոլսահայուր, կյանքում մի հատ Բոլսահայից շփված գա, կամ Սպիրկի նախարարություն, որևէ մարդ մի հատ Սիրիայից շփված գա, Լիբանանայից շփված գա, բայց ինչի համար են չեմ հասկանում ես։ Ոստի թադաբարդում եմ եւ ասում եմ, որ գրգին անգամ ինչ որ արել է բոլիսից եկած երիտասարդները շատ ճիշտ են արել, հորդորում եմ մնացած համայնքների երեխաներին եւս, հա, ուրեմն բանալ, թող մի հատ պայմանագիր կնքեն այդ բոլոր ընտանիքների հետ, բոլոր, խնդրում եմ, սա շատ կարևոր բան է, բահանջ նույնիսկ։ Եթե Արիդուն ծրագիրը պիտի շարունակվի, որ իմ համար խայդարագությունը պետք է թաթարեցվի ժամ առաջ, բայց եթե պիտի շարունակ, օրինակ եկող դարի եւս, ասես լոլոներով մեջտեղ ընկնեն, յուրաքանչյուր ընտանիք, որը իր դամ մեջ պիտի հյուրընկալի արտասահմանից, Սպիրկից իր դամ մեջ մարդ, պայման պիտի տնեն, որ քո ընտանիքից ոչ մարդ չի պիտի արտագաղթի Հայաստանից։ Եթե արտագաղթեց, ուրեմն Արիդուն ծրագրի մեղքով է, հասկանում եք դուք։ Դա չի կարելի հանդուրժել։ Այսինքն մենք նպաստում ենք, որ Հայաստանից մեր հայրենագիցը, որ ստեղ իր քերեզմանը, օջախը, բարեկամին թողնի գնա ուրիշ երկիր, հա? Արիդուն ինչին է ծառայում։ Ես միշտ յուրաքանչյուր հարցազրույցում մի հատ չափորոշիչով եմ ուզում վերաբերվել օգտակար կորզողության կորզոքից։ Սա ամենաջիշտ բնորոշող բանն է չափորոշիչը։ Հիմա հասկանանք այ մարդ 9 դարվա Բիլանը Սպիրկի նախարարությունն ինչ փերավ Հայաստանին, ինչ տվավ մեր երկրին, Արցախին։ Փլուսները հաշվենք, էլի, հա? Մինուսները հաշվելը իրոք բան է, բայց փլուսները իրենք պիտի անեն սա։ Հիմա պատկերացնում եք, ես Սպիրկի նախարարությունում լինեի, հա, 9 տարի այդտեղ աշխատող, ես մեկ այդ ամբողջ հաշվարկած կլինեի, ինչ տեղ թերացում ունենք, որտեղ փաստողում ունենք, ինչ չենք անում, որ պիտի անեինք, հա, ինչով եմ ես իբրև Սպիրկի նախարարի հենց Հայաստան Հանրապետության քաղաքացիների հարգադուների հաշվին սնվող մարդս դունուս հացը ստանում եմ ժողովրդի հաշվին, չէ՞։ Բա մարդ կարող է այդ ժողովրդից վերցրած փողով աշխատավարձ ստանալ, ոչինչ չանի, հա։ Սա է Սպիրկի նախարարությունը, այսինքն իրոք անկորձության մատնված մի հատ անհետեթ բան, 1000 անգամ եմ ասել, մի անգամ եմ ասելու։ Սպիրկի նախարարությունը պիտի վերածվի ներքաղթի նախարարության։ Դա պիտի լինի դրա միակ կորձառույթ առաքելությունը, այդպես ինչպես ավելի առաջ եմ ասել Իսրայելում։ Աբսորբսիոն նախարարություն, յուրաքանչյուր դարի Իսրայել գնացող մշտական բնակությամբ հрьяաների թիվը, եթե դուք իմանաք, կզարմանաք։ Հայաստանը ամեն օր հայորդի է գործում, ամեն օր հասկանում եք, ոնց։ Լավ, հիմա այս ամբողջը որ Սպիրկին հետ կապված չեն կարողանում ղեկավարվել, այս բորդաբույս օղագից մենք ոնց փրկվենք, ասեք, ես հասկանամ։ Գրգին անգամ եմ ասում, Հրանուշ Հակոբյանը թողնի այդ գործը, Հրանուշ Հակոբյանը չի հասկանում այդ գործից, իրոք չի հասկանում։ Թող երթա ինչ ուզում անի, ինչով ուզում է զբաղվի, խնդրում եմ, էլի, հա, որևէ բանով։ Կոմսոմոլի ժամանակից հարադեված այդ այսպես ասած դինոզավրերի տարից մնացած չինովնիկը հերիք էլի թող գնա հանգստի, այդտեղ թող բերեմ որևէ սպիրկայի, որևէ, հեչ կարևոր չով է այդ սպիրկայը, բայց ինքը օգնուզով շատ լավ գիտի Ավստրալիայում ապրող հայ է, ծնված մեծացած ինչ հոգեբանությամբ է եւ նրան ինչպես պետք է մոտենալ։ Հատկապես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի անցածող մեր հայրենագիցները, որ Արևմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի վերջի մոհիկաններն են։ Ես լինեմ Հայաստանի Հանրապետության իրոք ղեկավար մարմինների դեղը, հա, ամենա ուշադիր վերաբերմունքը գուսապերեմ հենց այդ Թուրքիայի Հանրապետություն գոչված վարչական դարածքում ծնված մեծացած հայորդիներին, որոնք մեր վաղվա աբակա ամենակարևոր աստակն են դառնալու հայկական հարցի առումով եմ ասում։ Սա աննախադեպ երևույթ է մի փոքր ծրագրի շրջանակներում, որովհետև թերևս նախկինում նման միջադեպերի մասին չի բարձրաձայնվել կամ որևէ տեղեկատվություն չի եղել, որ նմանատիպ ինչ-որ խնդիր եղած լինի։ Պատանիները, հա, երիտասարդության անցման տարիքի մարդիկ տակարույն են, շատ նորմալ է, փխրուն են, չէ, զգացական դաշտը իրենց մոտ ավելին է։ Ուրեմն նախտաբիդ նկատի ունենաս, որ կենսաղային կարող 1000 խնդիր լինի։ Ցանկացած դեղ շուգայում, փողոցում, ավտոբուսում, չէ։ Հա, դա չենք կարող քննարկել, որ դա այդպեսին է, հա։ Հիմա Սպիրկի նախարարության մասին, բա ինքը չի կարողանում այդ հարցը վերահսկի, ինչպես որ դուք եք ասում, հաշտության բերի, երկու կողմերին հաշտեցնի, հա, խաղաղություն անի, որ նրանք
ողջակուրվեն, ասեն, գիտես, եղածը թյուրիմացություն էր, եղբայր, ես էլ եմ հայ, դու էլ ես հայ, դու Ուկրաինայում ես, ես Իստանբուլում եմ, չէ՞, ագամ Ռուսաստանում ես, Ֆրանսիայում ես, ինչ տարբերություն, մենք նույն ազգի զավակն ենք, բայց այստեղ գալիս ենք հենց դրա համար, որ մերվենք, որ իրարից հեռու ենք կայնել, բայց մերան կոչված կորձառույթը պիտի ինքը իրակորձ է, Սփյուռքի նախարարության բանն է, մերանը պիտի դառնա։ Հիմա ով ինչ չանք դրել է այս հաշտությունը ցերկ բերելու համար, բայց արդյունքի չի ասել, չէ՞, այսինքն օգտակար կորձողություն 0 արդյունք եւ շատ բացասական, որ այսպես կոչված Իստանբուլից եկած երիտասարդները թողել գնացել են, հեռացել են։ Ու ես ասում եմ, շատ էլ ճիշտ են արել։ Երևի թե ինչպես ժողովուրդն ասում, չկա չարիք առանց բարիք, ապտակ էր դա, ապտակ, որ պետք էր երևի սաստելու, էլի մեկին ցնցելու, հա, այսպես, հա, շոկ, հա, որ Սփյուռքի նախարարությունը հասկանա, որ ինքը իր դեղում չի, ինքը չի կարողանում դիրաբետել, ինքը չի կարողանում ղեկավարել։ Հիմա դուք պատկերացնում եք, այդտեղ եթե լիներ Սփյուռքի նախարարության սփյուռքահայ ներկայացուցիչ, իրենց հետ միասին այդտեղ, չէ՞, ոնց են ավտոբուսներով դանում են, բացադրում են, տեղ են ցույց տալիս, խոր վիրապետ միածին, գառնիկ եղած, չէ՞, այսպես, հա, կասեր այդ տղաներս անհետ այդ բանի համար գարելի է, իջել, բա դու քո եղբորդ ոնց ես թուրք անվանում, կամ հագարակը, դու իրեն ինչու չգիտեմ ինչ ասեցիր, հասկացար, էսենց բան, եթե դա չի կարողանում վերահսկել այդ կամ բան, հիմա տեսեք, այս վերջին 1 ամիսը Արևմտյան Հայաստանից եկած իսլամացված հայերը Երևանի Պետական համալսարանում հայերենի դասընթացներ անցան, մի ամսյա։ Ուրեմն Սփյուռքի նախարարությունը առաջին օրը երբ որ բացում էր, նկարվեց Սիրուն Հրանուշ Հակոբյանը, այսինքն մազերը Սիրուն Սարգաց, այս Ֆիրդուս Զաքարյան, մնացածը ֆոտո սեսիաներում ամենտեղ կան։ Դե նախարարին չի կարող առանց ֆոտոյի սեսիայի ապրել այս աշխարհում։ Ու այդ ամբողջ մարդիկ այդքան ժամանակ Սփյուռքի նախարարության ուրիշը ոչ միտեղ ներկայությունը չտեսան 1 ամիս։ Ամեն օր ես ստացել եմ դասնյակ զանգեր ինքս Սարգիս Հացպանյան։ Սարգիս, մենք այսինչ տեղը պետք է երթանք, դեղը չենք գիտեր, այսինչ տեղը մենք լեզու չենք գիտեր։ Է նորմալ է, մարդը Դիարբեկիրից է գալիս, Տիգրանագերտ, Մուշից է գալիս, Բինգյոլից է գալիս, Խարփերտից է գալիս, Տերսիմից է գալիս։ Մեր հայրենագից ովքեր Արևմտյան Հայաստանում ապրում են, իրենց ինքնությունից զրկված 4-րդ սերունդի երեխաներ, չէ, մարդիկ։ Մեկը գար 60 տարեկան։ Հայերեն սովորեց, հայերեն քրել գարտալ էստեղ։ Ամեն օր ինձ զանգում են, որ ես իրեն ինչ-որ ծեվի աճակցեմ, ուղղակցեմ։ Ինչու են ինձ զանգում։ Օրերից մի օրս ինչու եք ինձ զանգում։ Սփյուռքի նախարարությունն է դա ամբողջում, չէ։ Իրենք փող են աշխատում դրանով։ Այսինքն, բան աշխատավարձ են։ Իրենք պիտի անեն դա։ Իբաշտոն է պիտի անեն։ Սա է իրենց անելիքը։ Ասում եմ, մեզի ընդառաջ մարդու դեղ տնող չի գա։ Այդքան բան։ Ու սա իմ վերջին փորձս էլի, այդ մարդիկ երևի մի շաբաթ չեղավ որ մեկնեցին այստեղից, հենց այստեղից գնացին Արևմտյան Հայաստան եւ Իստանբուլ։ Ես եմ իրենց ճամփուտրել։ Նույնիսկ վերադարձը որ մարդիկ կային մեջը օթանավները Թիֆլիսով էր։ Սփյուռքի նախարարությունը չի աչակցել որ իրենց ասի այսինչ տեղից թեպի Թիֆլիս ասենք երթուղային է գնում, տաքսիներ կան, այսինչ մարդկանց մենք կզանգենք, խոսանք չէ որ մարդը լեզու չգիտի, չէ։ Քոնե դա ես եմ այդ մարդկանց համար թե երթուղային հարց լուծել, թե գնացքի հարց լուծել, թե տաքսի հարց լուծել, բոլորին դեղավորել եմ, նորմալ ճանապարհել եմ։ Ես այդ մարդկանց չեմ ալ ճանաչում, հասկանում եք, բայց իմ հայրենագիցն է։ Ես այդ հողից եմ եկել, Արևմտյան Հայաստանից եմ ես, բռնազավթված հողի զավակ, ապրում եմ Հայաստանում։ Եթե ես չօգնեմ, ով պիտի օգնի։ Կարծում եք, որ այս միջադեպը իր բացասական հետևանքը կթողնի ընդհանուր ծրագրի վրա, այն իմաստով, որ գալիք տարիներին հնարավոր է, որ այլևս ստամբուլահայ երիտասարդները այլևս ցանկություն չունենան մասնակցելու այս ծրագրին, կամ գուցե սա այսպես օրինակ դառնա, գուցե այլ համայնքների ներկայացուցիչների երիտասարդների համար իրենք եւս հրաժարվեն ծրագրին մասնակցել։ Գիտեք, անշուշտ դա հնարավոր է, այսինքն զայրույթը կարող է դրան բերի, բայց ես կարծում եմ, որ այդ հարթելը, այս իրավիճակը հարթել իմ համար 5 րոպե կկաշի։ Ես եթե այդ Թուրքիայից եկած երեխաների հետ 5 րոպե խոսեմ, ամեն ինչ կհարթվի, առանց որևէ խնդրի։ Ու ես դրա բան ունեմ, գենսապորց ունեմ, հենց այդ Թուրքիայից եկած հայերի մասին է խոսքը։ Այստեղ գիտեք, այդ համայնքական խաղերում յուրաքանչյուր երկրից եկած խումբը ամբողջովին մտնում է մեր մարզադաշտը, չէ՞, քայլում են։ Յուրաքանչյուր երկրից եկած մարդը իր եկած երկրի, այսինքն այդ pedagogical թրոշն է գրում։ Ֆրանսիայից եկածները Ֆրանսիա գրում է, Ֆրանսիայի թրոշ, հետևից քայլում է վոլեյբոլի թիմ, լողի թիմ, ստիմետ, չէ՞։ Դի բրզում է Մեծ Բրիտանիայի թրոշ, չէ՞։ Ամերիկայի միասնական միակ երկիրը,
որ ամենաշատ մասնակցություն ունի ու մեզ շատ է պետք իրենց մասնակցությունը հենց Թուրքիայի Հանրապետության, հա, քաղաքացի հանդիսացող մեր հայրենագիցներն են Իստանբուլից եկած թիմը, որ մի ամբողջ օտանավ են գալիս, լիքը, հա, իրենք Թուրքիայի դրոշը չեն գրել։ Իմ իրենց հետ խոսելու արդյունքում միայն ասել եմ նայեք ժողովուրդ։ Իռլանդիա, Մեքսիկա, չգիտեմ, Բրազիլիա, սանա մեզ համար ընկալվում է, բայց Թուրքիա պետություն, թուրքական դրոշակ, էլի Հայաստանի մայրաքաղաք Երևանում, Հայաստանի մարզադաշտ Հրազդանում դու մտնում ես, դա չի ընկալվի։ Եկեք, շատ նորմալ բան եմ ես ձեզ առաջարկում։ Դուք ձեր եկած քաղաքների, չէ՞, քաղաքներ ունեն դրոշակներ։ Կոնստանտինոպոլսը դրոշակ օրինակ Լալան է, շատ սիրուն, ծաղիկ, գեղեցիկ, հա։ Այդպես Դիարբեկիրը Դիկրանագարի դրոշակը առանցին է, Մուշը, Բիտլիսը, հա, Վանը, այդ արևմտյան Հայաստանից եկած մեր հայրենակցություն։ Ամեն մարդ թող իր քաղաքի բանով դուրս գա ու որևէ խնդիր չկա։ Գրեք դուք ձեր անունները, բայց խնդրում եմ թուրքական դրոշակով մի իջեք։ Առաջին օրից եմ ես ձեզ վստահեցնում եմ առաջին համայնքականից մինչև հիմա միայն այդպես անվարվել եւ որևէ խոչընդոտ չեք անցել։ Ինչու՞։ Տեսեք, սա ես ձեզ ասում եմ հadoop, որ այդ մարդու հոգեբանությունը ճանաչել ինչքան կարևոր է։ Ես լինելով ինքս արևմտյան Հայաստանից իմ հայրենագիցները շատ լավ գիտեմ, որ Հայաստանի Հանրապետություն, նույնիսկ Ֆրանսիա չի ընկալվի թուրքական դրոշակ, հասկանում եք, չէ՞, որ այստեղ մեր այդ մարզադաշտը լցնող 60000 7000 հայրենագից կա սրանն է, թուրքական դրոշակով մտնում է իմ տաշտս, զայրանա, չէ՞, ես դա հասկանում եմ եւ ընդունում եմ եւ ընկալում եմ։ Ինչ եմ անում, վիճակը մեղմելու բան եմ գտնում, չէ՞, այլ ընդրանք։ Ես ինչ սպիրկի նախարար եմ, ինչ սպիրկի նախարարն եմ, ինչ բան, մարդ եմ մի հատ, չէ՞, ընդամենը սովորական մարդ, բայց գտնում եմ լուծումը, չէ՞, ոչ մի բան, որևէ խնդիր ոչ մի տեղ, ոչ մեկը ինչ իրենց այբանում է, ինչ բախարագում է, ինչ բան, հա, շատ ալ քեղեցիկ է Իստանբուլի դրոշակը, իսկապես շատ քեղեցիկ է։ Այսքան բան, ոչ մի խնդիր չկա, հա։ Այսպես հիմա մոդեցման դարբերակի համար հadoop օրինակ տվի ես ցեզի։ Այդքան կարևոր է սպիրկայության դարբեր հատվածների միջին արևելք, Օվգիանիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Լատին ամերիկյան երկիրներ, Հյուսիսային Ամերիկա, Կանադա, Եվրոպա առանցին եւ իրենց փոքր դարբերակումներով։ Ես շփոթաբար շատ չեմ ճանաչում Ուկրաինա, Ռուսաստան, այդ նախկին խորհրդային միության երկրների մեր համայնքներին հոգեբանությունը չգիտեմ, բայց դրանց մեծ մասը Արցախ եւ Հայաստանյան ցակում ունեն, ուստի քիչ թե շատ կարող եմ ասել ցանոթ եմ։ Պիտի յուրաքանչյուրին ըստ արժանվույն եւ ըստ բահանջի պիտի վերաբերվես։ Հասկանում եք, դա շատ նորմալ է։ Մենք հո Գադվին դված գերը շանը չենք տալիս, չէ՞, կամ թութագին։ Բայց դե ամեն մեկը կենտրոնական աշխարհի շատ սիրուն էակներն են։ Այսինքն Գադվին եթե դու դվիր թութագի բան գնայի գոդոդի ելլի կգնա։ Սպիրկի նախարարությունը այսքան բարձ բանը չի հասկանում։ Չի կարողանում սա իմի բերել։ Ինչ խնդրեմ կա։ Հետո ինչ է նշանակում 85 թե 86 հատ այդտեղ չինովնիկ բայել։ Անհետեթության կարգավիճակ աշխարհում երկիր մոլորակ կա 5 երկրամաս, չէ՞։ 5 երկրամասը յուրաքանչյուրը 1 պաշտոնյա այդ երկրամասով սպառվող, հա։ Եվ նա մի հատ օգնական ունենա հերիք է։ Ասեն 5 օգնական 10։ Ամենաշատը 10 հոգի նույնիսկ շատ է։ Պարոն Հացպանյան, տեսեք, մեր զրույցի սկզբում դուք նշեցիք, որ այս Արիտուն ծրագիրը նպաստում է ոչ թե հայրենադարձության, այլ հակառակը արտագաղթն է մեծացնում մեր երկրից։ Այ օրինակ դուք տվյալներ ունեք կամ ձեր շփումների արդյունքում ինչ եք պարզել, օրինակ, քանի մարդ է այս ծրագրի հետևանքով լքել Հայաստանը։ Ես գիտեմ 10 ընտանիք, 10 ընտանիքի մասին, եթե սկսեմ մանգալ, հետազոտել, փնդրել կգտնեմ ուրիշներն, ես վստահ եմ կգտնեմ, բայց այդ 10-ին ես ճանաչում եմ, որովհետև 10-ի դուները ես եմ այդ մարդկանց դեղավորելում, այսպես ասած, նպաստել, հասկանում եք, հա, ու այդ 10 ընտանիքի հիմա երևի գեսից ավելին Հայաստանի Հանրապետությունում այլևս չի կան։ Դա էլ երկրորդ տարին ենք իմացել մենք, երբ որ երկրորդ տարին այլ երկրից մարդեր գալու, բայց ես գիտեի, որ Ֆրանսիայից եկած երեխաները այսինչ յանների ընտանիքում էին, չէ՞, հյուրընկալվել, հա, երբ որ ես իրենց փնտրեցի, դասա ուրիշ մարդ է պատասխանում, ասի երևի այդ ընտանիքը տեղափոխվել է, դունն է վաճառել, բան նրանք գնացին այստեղից, որտեղ գնացին, Ֆրանսիա։ Ահ, մարդիկ անցյալ տարի Ֆրանսիայից եկած մարդուն էին իրենց դուն հյուրընկալում։ Հիմա երևի իրենք են հյուրընկալվել, ես էլ մտածեցի, ասի երևի այդ երեխայի ընտանիքն ալ ի պատասխան այդ բանի ամոթային մեր երեխային ուղարկեցինք մնաց բան, չէ, Հայաստանում մեծ ընտանիքի, մենք ալ իրենց հյուրընկալ ենք, կանչել են երևի։
Հետո եմ իմանում, որ մարդիկ Փախստականի ղարքավիճակով թիմում են գդարել Թուլուզի մոդիկ միտեղ Ֆրանսա, ինչ որ ջամբարում Փախստականի ղարքավիճակի հայցով սպասողական վիճակ իրեն ամբողջ ընտանիքը 6 հոգի ձեր կողմից թվարկած հանգամանքները հաշվի առնենք, սակայն մյուս կողմից էլ սա իր ֆորմատի մեջ այդ եզակի ծրագրերից մեկն է, որ համախմբում է նաև տարբեր համայնքների երիտասարդներին։ Եթե Սփյուռքի նախարարությունը չի հաշվարկել այս բացասական հետևանքները ծրագրի կամ եթե դուք պահանջում եք, որ նաև դադարեցնեն առհասարակ այս ծրագրի իրագործումը, այլ օրինակ ինչ այլընտրանք կառաջարկեք նաև, որի արդյունավետությունը իրական, ռեալ, այսպես օգտակար գործողության գործակիցը մեծ կլինի եւ իրականում ոչ թե կնպաստի, որ արտագաղթեն, այլ հակառակը իրականում կծառայի իր իսկ նպատակին այդ ծրագիրը։ Ցուգը գլխից է ոդում, ամեն ինչ այդտեղ է խնդիրը։ Ենթադրում եմ, օրինակի համար, ես թեմ եմ այդ ծրագրին, ասեցի, որովհետեւ անողները այդքան վատ են, հա, դրանք վատ անողը լավ բան չի կարող անի։ Հա, դրանցից ծնվելիքը լավ բան չի կարող լինի այդ պդուղը։ Հիմա այստեղ ինչքան հաստատված հայեր կան իմ նման, որ առանց արիդուն ծրագրի ելերել են, կամա որ ասել են սա է մեր հայրենիքը, դեղավորվել են, թքած են ունեցել իրենց ֆրանսական անձնագրի վրա, ամերիկյան անձնագրի վրա, կանադայի, չէ, շբրդել են դա, դեննել, ասել սա է մեր հայրենիքը եւ գնացել են գրվի Արցախ եւ ցանկ են տվել եւ վիրավորվել են եւ ապրում են այստեղ, չէ, 26 տարիների մեջ։ Ես նրանցից մեկն եմ, ընդամենը, ամենասովորական մահկանացու հայ մարդ։ Ու չեմ լքում այս երկրը, մի ժամով չեմ լքում, հասկանում եք։ Ես ամբողջ ունեցած Ֆրանսիայի, այստեղ ոչ մեկ չունեմ։ Բացի իմ դիգնոջից եւ երեխաներից։ Մի հատ հարազատ չունեմ ընտանիքից։ Բայց ես 27 տարի ապրում եմ Հայաստանում, որովհետեւ ես Հայաստանի զավակն եմ։ Հիմա մեզնից որևէ մեկին, որևէ իմ նման, այսինքն հազարներով մարդիկ են այստեղ, Լիբանանից, Սուրիայից, Բելգիայից, կաուգա։ Այդ Թուրքիայի Հանրապետություն գոչված վարչական տարածքից ամենակիչը 10-15 ընտանիք այստեղ դեղավորված, եկած այդտեղից այստեղ ապրող, ճանաչ։ Այս արիդուն ծրագրով այդքան որ մարդկանց տանում են այստեղ մեկ հոգուն կանչել եմ մի ժամով բոլոր այդ երեխաներին հավաքել, չէ՞, ասել այս մարդկանց տեսնում եք, ծեր նման մեկն էին։ Եկան, դեղավորվեցին, կորստրին, ընտանիք կազմեցին, երեխա ունեցան, իբրև լավ օրինակ հասկանում եք, խթանող երբևէ չի եղել այդպես բան։ Երբևէ օրինակ որ իրեն այդ երեխային օրինակ հանդիսանա Սարգիս Հացպանյանը, մի ուրիշը, Ալեք Ենեկոմշյանը, Գևորգ Յազычյանը եւ այլն բոլոր ընկերներս եւ նրանց ընկերների եւ այլն, որոնց համար հայրենիքը արժեք է, հայրենիքը туриզմի վայր չի։ Հայրենիքը գալով այս կամ այդ ընտանիքում այդ կարճ ժամանակ մնալուց հետո ծիրան միրան ուտելով վայ այս ինչ լավ ծիրան ու գերաս է ասելով գնալը չէ, գնալու մոռանալը չէ։ Մյուս տարի 3 անգամ ավելիով քալն է այս կամ բան։ Ուստի ես ավելի առաջ եմ ասել, գրգին եմ ասում, Սփյուռքի նախարարությունը պետք է վերածել ներքախտի նախարարության։ Ու գրտնում եմ, եթե ես Հացպանյան Սարգիս շատ կոնկրետ բան եմ ասում, Սփյուռքի նախարարի պաշտոնը ստանձնելու լինեմ, հենց այդպես եմ ասում, օդից։ Ու 365 օրվա մեջ իմ նախարար նշանակվելու Հայաստանի Հանրապետություն 20000 մարդ մշտական բնակությամբ չեկավ, չտեղավորվեց 366-րդ օրը ես ինքս ինձ հրաբարագում գախեմ, այստեղ Հանրապետության հրաբարագում, Ղարաբաղյան շենքիտեմ, թող Գարեն Ղարաբեդյանն նայի, որ իր Սփյուռքի նախարար իրեն գախում է, որովհետև իր խոստումը չի կատարել։ Շատ պատասխանատու հայտարարություն է Շատ պատասխանատու հայտարարություն է, ինչու։ Մարդիկ ուզում են գալ Հայաստան, մարդիկ սիրում են Հայաստանը, Արցախը, բաշտում են այստեղին։ Եվ իրենց ցանկը դալու չափ սիրում են, բայց գալիս այստեղ տեսնում են այս կառավարական շրջանակները, չինովնիկները ինչքան են գդրված ժողովրդից, տարդուցավերից, բաներից, տեսնում են այդ ցոփ կյանքով ապրող այդ pedagogan պաշտոնյաներին ասում են, վա, Հայաստանը գկում է իրանց ցերկը, ոչ թուրքի ցերկը, ոչ ադրբեջանցի ցերկը, ոչ օդարի ցերկը, մերոնց, յուրայինի ցերկը ու այստեղից հիաստապված գնում են, հասկանում եք։ Դա անում է հենց Հայաստանի Հանրապետության իշխանությունը, այսինքն վանում է հային Հայաստանից։ Իսկ եթե տեսնի, որ այդ մարդը սիրում է իր հողը, նվիրված է իր հողին, ամեն ինչ անում է, օրինակ է անցնում, այստեղ եկող ներդրողին ոչ մի հարգային չի վախեցնի, բան չի անի, չէ՞։ Գիտեք դուրսից ինչքան փող գմտնի այդտեղ։ Անպատկերացնելի Հայաստանի Հանրապետության pedagogan բյուջեի 10 անգամ ավելի փող գոսի միան Սփյուռքայի միջոցով միակ բանը որ լինի այստեղ իրեն ոչ մեկը չվախեցնի որևէ մարդ փայ մտնելու համար, հա, վերևներից Սաշիգ օրինակ ունենք, չէ՞, մեր
Սաշիկ ունենք աշխարհը չունի, որ ասենք մարդուն ամիջապես տեղ եկած օրը Արմենիա հյուրանոցում հայերեն լեզվով ասած վերբով կանելով ասեն ապեր, այսքանը մերն է, հասկանում ես։ Այս բանը հենց վերացավ Հայաստանը դուք կտեսնեք ինչպես տրակտ կառնա։ Դու պատկերացնում ես, ես Կարեն Ղարաբեդյան դեղը նստած լինեմ, այստեղ մի հատ հարգային, մի հատ Սիրիահայի, մի հատ սպիրկայի նեղացնի։ Կգախեմ այդ մարդուն հրաբարագում որ ասացի քիչ առաջ։ Այդ պաշտոնյային կգախեմ, այդպես ինչպես իսլամական շարիաթների երկրում գախում, որ դու ինչ ես անում այ մարդ։ Երկիրը դադարվում է, ամեն ինչ դուրս է գնում։ Մարդը եկել այ մարդ իրա $10,000, $100,000 ինչ որ բան ուզում է ինչ որ մի բաժակ ջուրի մեջ մի գաթիլ ավելացնի եւ դու դրան խանգարում ես։ Իսկ ինչ չեն հասկանում վերևները էս է անելը։ Չգիտեն անելը, շատ լավ գիտեն, բայց իրենք փող աշխատելու միջոցից չեն հրաժարվում։ Իրենց մի հատ նպատակը, միակ սրբությունը նյութականն է, փող գոչված բան։ Ուրիշ որևէ արժեքին չի թավանում դժբախտաբար Հայաստանի իշխանությունները։ Սա նշանակում է մենք Սպիրկի նախարարությունից եւ դրան ազանցյալ բաներից ենք խոսում, բայց գրգին անգամ ասում, ցուգը գլխից հոդում իշխանությունները պիտի հեռանան։ Այս ժողովրդին հերիք է, որ հանդուրժում են նման թրքապարու իշխանություններին։ Սրանք հայկական փչիչ երևի թե պետք է անալիզի են տարել սրանց արյունը ստուգել, քանի փչիչ են գրում, ես չեմ հասկանում, իրոք չեմ հասկանում։ Ֆրանսիացին սիրում է իր երկիրը, անգլիացին սիրում է, ճաշտում է, մաքրում է, ամեն ինչ անում է։ Մերոնք չեն սիրում իրենց երկիրը, չեն սիրում այս ժողովրդին, մեր ժողովրդին։ Այսքան տարաբաց, այսքան չարքաշ, երկրաշարժ դեսած, պատերազմ անցած, հաղթանակած, քարորիայի իր լավագույն սերունդին նվիրած մարդկանց չեն սիրում։ Այստեղ է խնդրեմը։ Միայն սերը բագասում է։ Հրանուշ Հակոբյանը չի կարող սիրել։ Ոչ, չսիրող մարդը չի կարող սպիրկային ողջակուրվելով անի ինչ որ բան իր համար։ Ոչ, սա բացառվում է։